Բարև ձեզ, եթերում 1000-ից հաղորդաշարն է։ Մեր այսօրվա հյուրը ջրասուզակ փրկարար Վահե Մելքոնյանն է։ Մարդ, ում կյանքի զգալի մասն անցեկացել ջրերում, բայց ցավոք շատ դեպքերում արդեն մահացածներին գտնելու ու փրկելու դառը առաքելությամբ։ Մինչ մեր զրույցին կանցնենք, ուզում եմ հիշեցնել, որ նախագծի գործընկերը Ձերժավա ընկերությունն է։ Իսկ նախագիծն այսօր նաև կարևոր գործ է անում։ Շատ մարդիկ դիտելով մեր հաղորդումները անհատապես օգնում են մեր հյուրերին։ Հետևաբար ձեր դիտումը, մեկնաբանությունը եւ տարածումը շատ կարևոր են, քանի որ դրանով նպաստում եք ոչ միայն հաղորդման զարգացման գործին, այլ նաև մեր հյուրերի խնդիրների բարձրաձայնմանը եւ լուծումներ գտնելուն։ Բարև ձեզ Վահե ջան, շատ շնորհակալ եմ, որ չմերժեցիք մեր հրավերը։ Բարև ձեզ։ Վահե ջան, կան մասնագիտություններ, որտեղ սխալվել նշանակում է կորցնել, չգիտեմ, օրինակ հաճախորդներ, նախագծեր, բայց կան մասնագիտություններ, որտեղ ուշանալը կամ սխալվելը մարդկանց կյանքեր են արժենում, հա, ինչու ոչ նաև վտանգ են ձեր կյանքի համար, հետևաբար այս մասնագիտության ընտրությունը պետք է լինի չափազանց գիտակցված։ Հիմա ինձ հետաքրքիր է, քանի տարեկան Վահեի գլխում ծագեց այդ միտքը դառնալ ջրասուզակ եւ ինչպես եկաք այդ որոշմանը, այդ մասնագիտության ընտրությունը ինչպես է եղել։ Փոքր ժամանակից եմ լողալ սիրել, լիճը միշտ ինձ ձգել է, անտարբեր չեմ եղել։ Դեռ սովետ միության ժամանակ երբ ուջուր երեխա էի, փախնում էի տնից, գնում էի սպորտ խանութ կար տենց։ Այդտեղ կար ջրասուզական սարքավորում, որին նայում էի երազանքով։ Ինքը անհասանելի երազանք էր այն ժամանակ։ Ինքը տեղից սովետ միության ժամանակ այդ գույքը ձեռք բերել էինք շատ թանկ հաճույք, մանավանդ փուչուր երեխու համար, ինքը ուղղակի երազանք էր։ Այդ տարիների ընթացքում ինքնաշեն գործիքներով բանով միշտ ձգտում էի լճին ու լողում էինք անդադ, լճի ափին էինք մեծանում, բայց Դուք ծնվել եւ մեծացել եք Սևանում, Սևան քաղաքում, իմ պապիկիս, տատիկիս տունը ծովազարդում էր, ինքը շատ ավելի մոտ էր լճին, միշտ գնում էինք գյուղ, որպեսզի ավելի հասանելի լինի լիճը, քաղաքում մամա, պապա չէին թողում, ավելի դժվար էր լճին հասնելը։ Հետո տարիների ընթացքում արդեն ավելի շատ սկսեցի մոտենալ ջրասուզական մասնագիտությանը, հետո այն ժամանակ փրկարար ծառայությունից հրավեր եղավ ու սկսեցի արդեն զբաղվել լուրջ պրոֆեսիոնալ աշխատանքով։ Հետո հիդրոէլեկտրոկայաններում արդեն ծանր ջրասուզակ, որի աշխատանք շատ ավելի ծանր ու բարդ է, տեխնիկական աշխատանքներ եմ անում ջրի տակ։ Արդեն 22 տարի փրկարար ծառայությունում, 19 տարի հիդրոէլեկտրոկայաններում։ Իսկ ծնողները այդ տարիներին փորձում էին հետ պահել, կխեղդվես մի գնախորը, չգիտեմ, մենք օրինակ Երևանից, հա, եթե հանկարծ Սևան ենք տանում երեխաներին, փորձում ենք հանկարծ չթողնել որ մի քիչ խորանան, որտեղ կա, չէ, Սևանը քաղցրահամ ջուր է, քաշում է, շատ են այնտեղ խորտակումները, այդ մտավախությունները կային ծնողների կողմից, ձեզ միշտ փորձում էին հետ պահել Սևանից, թե միշտ են փորձել պահել փոքր ժամանակ, բայց երբ որ արդեն տեսնում են, որ լավ լողորդ եմ դառել, ամեն իզուր էր ոնց որ չէին կարում հետ պահել, միևնույն է փախնելու էի գնայի, հետո արդեն իրանք էլ տեսան, որ մոտս լողը շատ լավ է ստացվում, ինչով որ զբաղվում եմ անվտանգ է իմ համար, ամենայն դեպքում դրա համար սկսեցին արդեն չանհանգստանալ։ Իսկ երբ արդեն մասնագիտություն որպես ընտրեցիք այդ աշխատանքը, դեմ չէին։ Միևնույն է, ես աշխատելու էի։ Շատ լավ։ Ասում եք անվտանգ է, բայց արդյոք անվտանգ է։ Ջրասուզական աշխատանքը ինքը բաժանում է երկու մասի։ Կա սիրողական դայվինգը, որը որ ինքը հաճելի է։ Այո։ Կարում է ցանկացած մարդ հաճույք ստանա դրանից։ Իսկ commercial diving այդ ձևա կոչվում հայերեն ջրասուզական աշխատանքները ինքը իրանից շատ բարդ, վտանգավոր է, այո, շատ դժվար է, պիտի ունենա շատ լուրջ գիտելիք եւ փորձ, որ
առողջ անվտանգ կարենաս դուրս գալ ջրից։ Մենք ունենք մեր Պարծանք Սևանը, որտեղ հիմնական սուզումները անում եք, նաև ուսումնասիրելու նպատակով։ Ինչու ոչ, նաև շատ դեպքեր են եղել, երբ որ հենց փրկարարի անհրաժեշտություն է եղել, խորտակման դեպքեր։ Սևանի մասին ինչ կասեք։ Սևանը ինչքանով է վտանգավոր, որքան էլ որ կողքից նայում են, թվում է թե այս մարդը զինված է անհրաժեշտ սարքավորումներով, տիրապետում է գործին, հանգիստ մտավ դուրս եկավ, բայց արդյոք այդքան հեշտ է ամեն ինչ, ինչքան որ թվում է կողքի հայացքներով։ Ցանկացած տեղ, ոչ միայն Սևանա լճում, ջրի հետ աշխատելուց պիտի մարդ շատ զգուշ մոտենա աշխատանքին, որովհետև ցանկացած պահին կարան վտանգներ լինեն, որը որ չէր սպասում, չէր պատկերացնում։ Միշտ պիտի զգուշություն լինի։ Ուժերը չպիտի գերագնահատես, միշտ պիտի լինես շատ զգուշ, աշխատանքին ջրասուզակը պիտի մոտենա խելացի, հանգստացողը պիտի մոտենա խելացի ջրին, որպեսզի վտանգներից խուսափեն։ Նաև կասեք այդ խորության որքան է թույլատրվում սուզվել, որքան ժամանակ կարող ես մնալ այդ խորության վրա, կան սահմանափակումներ։ Պարզ օդով, որը որ խառնուրդ չունի, սովորական օդով կարա ջրասուզակը մեր Սևանա լճում սուզվի մինչև 47 մետր խորություն, աշխատի այնտեղ պրոֆեսիոնալ ջրասուզակը, ինքը սիրողականը չի կարա երբեք։ Պրոֆեսիոնալ ջրասուզակը կարա մինչև 47 մետր սուզվի, աշխատում մոտավոր մինչև 25 րոպե, 30 րոպե, նայած ինչ բարդության աշխատանքը։ Իսկ մինչև 82 մետրը, որը որ մեր լճի ամենախորը հատվածն է, կարա ջրասուզակը իջնի, տրիմիքս ենք ասում, խառնուրդով, որի համար պետք է սովորել, ունենալ լուրջ պատրաստվածություն, գույքի ագեցվածություն, որպեսզի անվտանգ կարենա ջրասուզակի իջնի դուրս գա։ Իսկ ինչու չի կարելի 25 րոպեից ավելի մնալ այդ խորության վրա։ Մարդու օրգանիզմը ինքը իր շնչած օդից արդեն թույնավորում է ստանում բարձր դոզայով, իսկ մինչև 25 րոպե թույնավորումը լինում է այն աստիճան, որը որ մարսելի է օրգանիզմի համար։ Այսինքն կարող է օրգանիզմը թունավորվի, հետո խնդիրներ առաջանա, թե չկարողանա դուրս գալ։ Կարա կեսոնային վնասվածք ստանա, հետո չվերականգնվի։ Ինքը կարա լինի մահացու վտանգավոր, կարա լինի այնպիսի վնասվածքներ, որ մարդը, ասենք, սաղ կյանքում հաշվանդամ լինի։ Իսկ այդ 47 մետրը, կամ 82-ն իջնել բարձրանալու համար ինչքան ժամանակ է պահանջվում։ Դրանց համար կան հատուկ աղյուսակներ, որոնք որ հաշվարկ արդեն արած, ու նաև կա մեթոդ, որ մենք ենք անում, այսպես ասած կալկուլյացիա ենք անում, մոտներս գրանցում ենք, գրում ենք ու ջրի տակ այդ հաշվարկները կարդալով, աշխատելով դուրս են գալիս։ Ինչքան է տևում դուրս գալը։ Օրինակի համար մինչև 47, երբ որ պարզ օդով աշխատես, մոտավորապես ժամ ու կեսից ժամ 45 րոպե վերև ես բարձրանում։ Նայած թե ինչ գազեր ես օգտագործում դեկոմպրեսիոն կանգառները անելու համար։ Դուք նաև փրկարարական աշխատանքներ եք իրականացնում վարարած գետերում։ Եվ ամենացավալի դեպքը վերջին դեպքն էր, Փամբակ գետում 2 քույրիկների, որի փրկարարական աշխատանքներին մասնակցել եք դուք եւ 2 քույրիկներին հենց դուք էլ ջրի տակ հայտնաբերել եք։ Գիտեք ինձ ինչն է հետաքրքիր, երբ որ արդեն հասնում եք, գտնում եք, հասկանում եք, որ գտել եք երեխայի մարմինը, այդ պահին ինչ զգացողություն եք ունենում։ Դուք գտակ թեթևություն եք զգում, թե ձեզ դեռ շատ ծանր պահ է սպասվում, պետքա դուրս գաք, ափին սպասում են մարդիկ, հարազատներ, ծնողներ եւ իրենց պետք է ասել, որ վերջին հույսն էլ մարեց։ Ինչ զգացողություն է այդ պահին լինում։ Այդ ժամանակ ճիշտն ասած, երբ որ գտնում եմ ավելի թեթևություն եմ զգում, որ վերջապես գտանք, որովհետև սաղ անրությունն է սպասում
այդ լուրին ու բոլորը նայում են քո դեմքին ամեն ջրից դուրս գալուց չեմ անում շատ ալնում դեպքեր մանավանդ ինչը վերաբերում է փոքր տարիքի երեխաներին ու ընդհանրապես երեխաներին ինքը ավելի ցավալի է մարդ մտածում է որ այդ երեխու մեղքով չէ լավ ուղղակի փորձանք էր որ լավ չեմ անում ինքը երբ որ ես գտնում եմ թեթևություն եմ զգում որովհետև ասածս որքան էլ տարօրինակ թվա պահալն որ իրար շնորհավորում են գոնե խունկ ծխելու տեղ ունեն իսկ չգտնելը մի հատ անորոշություն է որ ծնողները հարազատները իրենք ուղղակի խելագարվելու աստիճանի են հասնում քանի այդպիսի շատ ցավալի դեպքեր եք ունեցել այսինքն դեպքեր որոնք ձեր վրա հետք են թողել ձեր հոգեբանության վրա հետք են թողել բազմաթիվ երևի մարդկանց եք եւ փրկել եք եւ ցավոք մարմինն եք դուրս բերել դեպքերը շատ է 22 տարվա ընթացքում ցավոք շատ ամենացավալին եթե առանձնացնեք որը ամենամեծ ցավն է ձեզ պատճառել հետք է գուցե նաեւ թողել հետք թողելը ցանկացած դեպք է ինք իր հետ թողել է ձեր որ միշտ իշելուց ասենք մարդ խորը ցավով է իշում ցավալի դեպքեր եղել է երեխեքի հետ կապված երբ որ փոքրիկ երեխեքին եմ անում ինչքան փոքր օրինակ ամենափոքր երեխան 3 տարեկան չափեր 2005-6 թվին եղել չեմ կարող հիշեմ ինքը շատ փոքր էր այդ երեխան էլի գետում էր ցավոք գտա խեղդված ես էլ այդ ժամանակ նոր է 2005 թվի ամառն էր նոր է ընդունվել աշխատանքի գետը քշետարել էր երեխուն գտա սաղ էլ ցավալի է Վահե դուք փաստորեն աշխատանքի բերումով պարբերաբար շփվում եք դժբախտ դեպքերի հարազատների հետ ովքեր խորը հոգեբանական ստրեսների մեջ են ծանր դեպքերի հետ եք առնչվում արդյոք սա ժամանակի ընթացքում ձեզ համար դառնում է սովորական աշխատանք թե այնուամենայնիվ ամեն նոր դեպք նոր հետք է թողնում Ես միշտ աշխատանքի սառնասրտորեն եմ մոտենում իմ աշխատանքիս մեջ եթե չունենամ ես սառնասրտություն չեք կարող որտեղ մասնագիտական այրում է տեղի ունենում որովհետև երբ որ իջնում եմ ջրի տակ ես մնում եմ մենակս այնտեղ ու որոնում եմ խեղդվածին տուժածին չեմ կարա սառնասիրտ չլնել բայց նաև ես ապրում եմ տուժողի հարազատների ցավը հետները ծայրահեղությունից ծայրահեղություն կարողանում եմ ես ոնց ասեմ ինձ տիրապետում եմ կարող եմ ես ապրել այդ ձև այդ բացասական եկած էմոցիաները լիցքերը ոնց եք կարողանում հետո հանել ձեր մեջից որ դրանք չկուտակվեն ձեզ չվնասեն երբ որ տեսնում ես դու տուժածին տվեցիր հարազատին արդեն այդ հարազատի համար սփոփանք է իմ համար էլ թեթևություն է այդ ավելի թեթև եմ ինձ զգում Շատ լավ իսկ ունեցել եք դեպքեր երբ բարեհաջող ավարտ է եղել բնականաբար ունեցել եք բայց ինձ հետաքրքիր է կառանձնացնեք մեկը երկուսը որոնք անհավանական թվացող էին բայց այնուամենայնիվ կարողացել եք բարեհաջող դուրս բերել եղել են այդ դեպքեր եղել է շատ ուրախալի դեպքեր երբ որ հագուստն են տեսնում գետի ափին կամ լճի ափին արդեն հյուսը կորցրած են լինում եւ սկսում են որոնողական աշխատանք շատ եմ տանջում բայց հետո փարքասում գտնում ենք ինչ որ մի տեղից մեկը ինչ որ մի ուրիշ քաղաք էր գնացել մեկը ինչ որ մի զվարճանքի տեղ էր գնացել իրանց հագուստը թողելով այդտեղ մարդը եղել որ ուզում է հետ կորցնի հագուստը թողում է լճի ափ մեկ էլ մի անհավանական տեղից իրան գտնում բերում է բայց դեպք եղել է որ հենց փրկել եք կարողացել եք հենց օրինակ չգիտեմ ջրից փրկել շատ եղել դեպքեր շատ անհավանական արդեն իսկ թվացող դեպք որ կարողացել եք փրկել այնուամենայնիվ դրանք երբ որ լճի ափն եմ եղել ասենք
Այսքան անմիջապես նկատել եք։ Դեպքերը եղել անգամ փոքր ժամանակ, երբ որ ես իմ հորոխբորը ստողն եմ ձեռքս գցել քաշել, ես չեմ հիշում, այդ ինքը ջուրկուլ տալց եղել, դու տանեցիները մեր մեծերն են վազել ասել, այդ իրանք են պատմում, որ տենց, ասենք, քաշել անել եմ, ափրկել եմ, հետո պապայս ընկերոջ աղջկան եմ տենց օգնություն ցույց տել։ Միջև փրկարար աշխատելը շատ է եղել դեպքեր, միշտ լճի ափն ենք եղել, դա մենակ ես չեմ էծել, շատ-շատերն են էծել, երբ որ անտարբեր չեն, տեսնում են վազնում փրկում են։ Բայց ուզում եմ մի դեպք կոնկրետ հիշեք, որ փրկել եք։ Դեպքեր շատ կան։ Այս պահին ո՞րն է, որ հենց ձեր հիշողության մեջ է դեռ ու շատ թարմ է։ Կար դեպք, երբ որ մի օր մեկին վազա փրկեցի, որտեղ էր։ Թերակազու մոտ էր, Թերակազուց դեպի Ցամաքաբերդ ընկած հատվածում էր, ճիշտն ասած մի քիչ ուրիշ պատմություն ստացվեց, հանեցի, սկսեցի ջրահեռացում անել, արհեստական շնչառություն տվեցի այս մարդը, սկսեց շնչել, սա նորմալ է, բայց ես զգում եմ իր մոտ ոնց որ սպազմ ենք կսկված է, հա, փորձում եմ իրան թույլատնել, իր ոնց ասեմ, թիկունքը ուղղել, հետո կողից ասեցին Վահե ջան, ինքը խնդիր ունի իծն է ուզի հետ կապված, ինքը ասում իր ձևն է էծե, ոչ թե ինքը կսկված, այլ իր ձևն է էծե, բայց ես ուզում եի իրան ուղղել։ Բայց քանի րոպե օրինակ տևեց այդ process-ը, քանի րոպե էր։ Րոպե կես 2 րոպեի կարգ։ Այդ պահին այդտեղ եք եղել, նկատել եք որ։ Հա, մոտորանավակով շուտ ասել եմ, ասենք հոգնել եմ, շատ եղել տենց դեպքեր։ Կան մարդիկ, որ իրանք զանգում են, հետը շփվում են, դեպքեր շատ կա, որ ասենք օրինակ հորու եղբորը ես փրկել եմ, ես հետի չեմ էլ հիշում, իմ ընկերս է հետո ինձ հիշացնում, Վահե ասում է, որ այստեղ սենց դու հասար փրկիր, բայց դա ասում եմ, նենց չի, որ մենակ ես եմ անում, շատ լճի ափին բնակիչներ կան, որ իրանք շատ կյանքեր են միշտ տալի, ու երբեք չեն էլ հիշում, որ ինչ-որ մեկին փրկի ներոսություն արին կամ չգիտեմ ես, ընդամենը այդ մարդկային նորմալ մոտեցում է։ Բայց ինչ զգացողություն է դա ձեզ համար, կյանքեր եք փրկում ի վերջո, մեկ հոգում, եթե կարողանաս կյանք փրկել, արդեն իսկ մեծ ձեռքբերում է, բայց կյանքի 1-ի, 2-ի, 10-ի մասին չի խոսքը։ Բազմաթիվ կյանքեր եք փրկում։ Զգացողություն։ Գոնե մտածում ես, վատ բան չես արել։ Լավն էլ ինչքանով լավ է, դա փրկվողը կիմանա։ Զանգում են, հա, ձեզ հետ կապ են պաշտպանում։ Կան մարդիկ, որ միշտ զանգում են, կապի մեջ են։ Անգամ եղել ասես մի հետաքրքիր ումորային դեպք, երբ որ մեկը խեղդվում էր, շուտ գնացի, հասա փրկեցի, անեցի էլի տենց արհեստական շնչառություն ջրահեռացում, ինքը փրկվավ, էլի նորմալ։ Գնաց, որ եկա փրկարար կայանի շատ 2007 թվին էր, այն մի ընկերս մոտեցավ սենց հանգիստ ումոր ախպեր ասում, որ մարդը ուզում էր խեղդվել, դու ով ես որ խառնում ես այդ մարդը մեկ էլ ասու գործերի մեջը, խես ախար։ Այ փրկեցի։ Կողքից թվում է, թե փրկարարները, ջրասուզակ փրկարարները անվախ մարդիկ են, բայց դուք եք մարդ եւ դուք ունեք վախեր, ինչ վախեր ունեք, օրինակ դուք ինչից եք վախենում։ Ես իմ վախս մենակ դժվարին չգտնելը կամ իմ արժև դրած առաջադրանքը չկատարելն է։ Ձեր ամենամեծ վախը դա է կյանքում։ Աշխատանքից բնությունից ճիշտ ասեմ չեմ վախենում։ Ես իմ ուժերս չեմ գերագնահատում, ես ուղղակի անցնելով 22 տարվա պրոֆեսիոնալ փորձը, ծմերներ, հոսող գետեր, սառույցի տակ աշխատանքներ, տարբեր բարդության, վախ չկա այդ ձևի։ Ամենաբարդ գործը որն է եղել, որ արել եք ձեր պրակտիկայում, ամենաբարդը, որ նաև ձեր կյանքին է վտանգ սպառնացել, բայց արել եք։ Ցանկացած աշխատանքի մեջ կա բարդություն, բայց կան, ասենք, առանձնացող, որ ասենք 32 մետրից 2 խեղդվածին է մի օրվա մեջ կարացել անել, որտեղ կային շատ ձկնորսական ցանցեր, կար ազոտի վտանգ, որը որ վնասում է օրգանիզմը, եղել է 25 մետրի վրան դա չէր կարելի անել, ուղղակի, չգիտեմ, այդ ձև ստացվեց, 4 բալոն շնչեցի ու հետո կողմնացույցով կարեցա
դիրքորոշվեմ ձեռնոց տեսնելով կողմնակիցով գնացի խեղդվածին գտա, ինք իրանց բարդ էր, առանց ոչ մի անվտանգության բան նայելու։ Այսինքն, երբ որ մարդու կյանքի մասին է, մարդու մասին է խոսքը, այդ վտանգներին էլ ուշադրություն չեք դարձնում։ Ձեր անվտանգության մասին երկրորդական եք, հա, արդեն մտածում։ Երբ որ փրկարարի իմ կարծիքով, չգիտեմ, կարող է եւ սխալվում եմ, բայց եթե փրկարարը ինքը այդ անվտանգության բոլոր կանոններ պահի, չգիտեմ, այդ անվտանգությանը նայի, ես չեմ կարծում, որ կարա մարդ փրկի։ Շատ ժամանակ, բայց պիտի ուշադիր լինենք, ոնց ասեմ, այդ ռիսկերն էլ արդարացված լինեն, կարենաս ճիշտ ձևով հաշվարկանես, թեկուզ վտանգելով կյանքը, բայց գոնե 50% ոչ թե դժվարացի հետևից գնան մահանալու։ Նաև ջուրը ունի իր լեզուն, ունի իր տրամադրությունը, երբեմն եղել են դեպքեր, երբ որ հասկացել եք, որ այդ պահին չի կարելի մտնել ջուրը։ Այդ լեզուն, այդ տրամադրությունը, թե ձեզ միշտ, ձեզ համար միշտ ջրի մեջ իմ համար շատ հանգիստ է։ Հասկանում եք այդ լեզուն էլ, տրամադրությունն էլ։ Ջուրը միշտ նույնն է։ Մարդիկ են տարբեր։ Մարդկանց մոտեցումն է տարբեր։ Մարդկանց վերաբերմունք ջրի նկատմամբ։ Ջուրը միշտ նույն ջուրն է։ Իսկ ձեր հարազատները ինչպես են վերաբերվում արդեն փորձառու փրկարարի աշխատանքին, տեսնելով այն բարդությունները, աշխատում եք վարար ջրերում, աշխատում եք մեծ խորությունների տակ, հանգիստ են, իրենք սովորել են արդեն, թե էլի ամեն աշխատանքի հետ կա անհանգստությունը։ Անհանգստությունը միշտ է ալնում, բայց այն որ գիտեն ուր եմ գնում, ինչ աշխատանք եմ անում, ու ինչ ձև եմ աշխատանքս անում։ Բայց իրենք էլ շունչները պահած սպասում են։ Իսկ կարողանում եք այդ հույզերը թողնել աշխատանքի վայրում եւ տան դռնից ներս չտանել։ Այո։ Թե տանը ամեն դեպքում։ Չէ։ Ես միշտ աշխատանքի տրամադրությամբ տուն մտնելուց արդեն բարձր տրամադրությամբ փորձում եմ մտնել տուն, որպեսզի իմ հարազատս այդ նույն ցավը չապրի, ինչի ես եմ ապրում։ Բայց կան բանին դժվարների հարազատների հետ։ Բայց կան դեպքեր այնուամենայնիվ, որ հնարավոր չի լինում հեռու պահել, թաքցնել տանը անդամներին, հարազատներին, օրինակ նույն այդ փամբակի դեպքը, հա, դրանից հետո ամբողջ համացանցում ձեր նկարներն էին, նաև հերոսացնում էին, հա, ձեր այդ արարքը։ Այս հանրային ուշադրությունը ձեզ օգնում է, թե ընդհակառակը, եւ նաև արդյոք այս մեծ արձագանքը տուն չի տեղափոխում այդ աշխատանքի հետևանքները կամ բարդությունները։ Իմ աշխատանքից այդ հետևանքները, բարդությունները իմ ընտանիքս միշտ է տեսնում։ Դե ուղղակի ոչ բոլոր դեպքերն են, որ տենց մեծ հանրային հնչեղություն են ստանում եւ հասարակական ուշադրության են, հա, հանրային ուշադրության են արժանանում։ Կոնկրետ այդ դեպքի մասին շատ գրվեց, շատ խոսվեց եւ հանրությունը միշտ հանրության ուշադրությունը ես ոնց ասեմ տեսել եմ իրանց սերը հարգանքի իմ հանդեպ ես միշտ եմ տեսել որը որ պարտավորեցնում է որ դու լինես էլ ավելի քո գործին նվիրված ու քո ազգի ժողովրդիդ ավելի շատ պիտանի լինես հանրության սերի հանդեպ հարգանքի հանդեպ ես միշտ տեսել եմ միշտ 22 տարվա մեջ միշտ տեսել եմ ուղղակի այս վերջի դեպքը ինձ ստացվա որ շատ ավելի մեծ հնչեղություն ստացա երևի որ փուճուր աղջիկեր էին երկու քուրիկ չեմ անում խնդիրը տեղեր բայց ունեցել եմ շատ ավելի բարդ դեպքեր ավելի վտանգավոր որը որ հանրություն չի էլ տեսել ապիս 15 կիլոմետր խորը լճի մեջ ձմեռոր
ցուրտ եղանակ, սուզվում եմ դուրս եմ գալի, ես իմ աշխատանքն եմ անում, ու իմ համար կարևոր չի, պետք չէր հանրությունը տեսնի, ինչքան քիչ տեսնեն, այնքան հանրությունը ավելի քիչ ստրես կապրեն, այդ ծանր պահերը հանրությունը ավելի քիչ կապրի։ Ես կուզենայի ընդհանրապես ոչ մի աշխատանք չտեսներ, թող տեսնեն գիտնականների հետ աշխատելուց, ինչ որ հետաքրքիր բաներ գտնելուց, բայց ոչ այդ դեպքերը, որովհետև այն ինչը ապրում ենք տեղում, ես իմ գործընկերներն ու հարազատներ, սա հանրությունը մեր հետ ապրում է, այդ խորը ցավ, այդ վիշտը։ Եվ ասում եք նաև ձմեռ օրով խորությունների վրա, ձեր առողջության վրա հետք չի թողել։ Իմ աշխատանքից ես փորձում եմ ավելի խելացի ձևով մոտենալ, կոպիտ ասած, գրագետ ձևով մոտենալ, եթե չունենայի համապատասխան փորձը, ուսումը, մասնագիտական հմտությունները, ու նաև ինչ չէ աշխատանքային գործիքները, որոնք շատ լուրջ են, նորագույն սարքավորումները, այդ ամեն ինչը հետ թողելու էր իմ առողջության վրա։ Բայց երբ որ գրագետ ձևով մարդ մոտենում իր աշխատանքին, պրոֆեսիոնալ ձևով, առողջությանը քիչ է վտանգ սպառնում։ Շատ լավ։ Եվ երբ որ ընտանիքի հետ եք գնում հանգստանալու լճի ափին, դուք սովորական քաղաքացի եք, թե էլի փրկարար եք։ Ձեր աչքը միշտ անհանգիստ։ Միշտ բարձր ձայն լսալուց ուշքը միտքս է դա։ Կապ չունի ընտանիքի հետ եմ, ընկերների հետ ուր լինի, իմ ուշքը միտքս լիճը, բայ մարդ չխեղդվի։ Ընտանիքս հետ էլ որ գնում ենք, ասենք լճի ափ հանգստան, որ կարողանամ գնալ։ Իմ երեխեքս այս տարի մի անգամ են լիճ գնացել, ցավոք ժամանակ չունեն, չեմ կարող իմ երեխեքս տանեմ լիճը, ծանրաբեռնված աշխատանքի պատճառով, բայց որ գնացինք էլ էլի միևնույն է, իմ ուշքը միտքս լիճն է, ժողովուրդ, մարդիկ։ Քանի երեխա ունեք Վահե։ 2 երեխա։ Մեծ աղջիկս 15 տարեկան, մեկ էլ տղաս 6 տարեկան։ Իսկ որ տանում եք լիճ, դուք թողնում եք իրենց այդպես ազատ ջրի հետ շփվեն, թե լողան, թե։ Իրանք ունեն իրանց հագուստները, միշտ ուշադիր եմ, կապ չունի։ Աղջիկս լավ լողում է, տղաս սովորում է, բայց միշտ ուշադիր եմ։ Ու ոչ միայն իմ երեխեքին, այլ լողողներին, լողացող երեխեքին, խաղացող երեխեքին։ Իսկ եթե օրինակ ձեր երեխաներն էլ ընտրեն ձեր ճանապարհը, ինչպես կընտրեք։ Ես իմ միակ ցանկությունը, որ իմ երեխաներս ունենան ուսում, ստանան ուսում, ուսման մեջ հաջողություններ, բայց այս ոլորտում չունենան հաջողություն, այս ծանր աշխատանք է ու ինքը ամբողջ աշխարհում է համարվում ծանր աշխատանքների առաջիններից մեկն է, վտանգավոր ծանր աշխատանք։ Հիմա հասկանում եք ձեր ծնողների մտահոգությունները, երբ որ ձեր չէին թողնում։ Հասկանում եմ, բայց իմ ծնողներն էլ ինձ են հասկանում։ Եվ հպարտանում են վստահ եմ։ Հասկանում եմ, որ ազգին կարող է սպիտան լինես, ինչ որ մի փոքրիկ բան, բայց կարող է սպիտան լինես։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շատ հետաքրքիր զրույցի համար, թող Աստված ձեզ երկար առողջություն տա եւ անփորձանք լինեք ձեր աշխատանքում։ Ես եմ շատ շնորհակալ հավերի համար։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ մեր հյուրը ջրասուզակ փրկարար Վահե Մելքոնյանն էր։ Դուք եւս կարող եք հաղորդման մեկնաբանությունների դաշտում գրել ձեր պատմությունը։ Մենք պատրաստ ենք այն եւս ներկայացնել։